Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ, Հայաստանի Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է, բարի երեկո, պարոն Զաքարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Զաքարյան, մենք ինչ խոսում ենք, ընթանում է ազգային ժողովում արտահերթ հրավիրված նիստը իմպիչմենտի թեմայով, վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով, եթե կարճ ձևակերպենք քննարկման նյութը, հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, անհատներ, ովքեր ցանկացել են մասնակցել այդ լսումներին, եւ այսպես փաստորեն հիմնական խնդիրն այն էր, որ Հայաստան խմբակցությունը ըստ էության չի միանում այս ընթացքում, չէր միանում, ասում էր դրել եմ ստորագրությունները, այնին չէին դրել ճիշտ ձևաթղթի տակ եւ այլն, բայց այսօր արդեն իշխան Սաղաթելյանը հայտարարեց ազգային ժողովում, որ մենք մեր ստորագրությունները տալիս ենք։ Նախ խոսենք այս process-ի մասին, սա ինչ է նշանակում, որովհետև այդպես կարծիքները միանշանակ չեն, սկսած նրանից, որ ասում են ինչու այդ դեպքում Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դա չներկայացրեց, այդ մասին չհայտարարեց, կամ արդյոք այս ձայները բավարար են process-ը սկսելու մեկնարկելու համար, Հայաստան խմբակցության падգամավորների, խնդրեմ սրա մասին խոսենք։ Շնորհակալ եմ հրավերի համար, լսումները վերաբերում են պատիվ ունեմ խմբակցության կողմից ներկայացված տեքստին, թե որքանով է անհրաժեշտ հենց այս պահին սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը քաղաքական հիմնավորումներով հանդերձ։ Սա ամբողջ երկրի համար է, ամբողջ երկրին անհրաժեշտ գործընթաց է, այսինքն մենք այս գործընթացը ոչ թե ասենք ասենք էս էլ պատիվ ունեմի նախաձեռնությունն է, էս էլ մեր հարսանիքն է, չէ, սա մեր ամբողջ ժողովրդին վերաբերող գործընթաց է, յուրաքանչյուրին կապ չունի Սիսիանի բռնակոտ գյուղում ապրող քաղաքացին հասկանում է սրա իմաստը, թե չի հասկանում, կամ տեղյակ է այս գործընթացից տեղյակ չի, Ամասիայում ապրողը տեղյակ է, թե տեղյակ չի, Նուրնուսում ապրողը տեղյակ է, թե տեղյակ չի, Շվանի ձորում Մեղրի ապրողը տեղյակ է, թե տեղյակ չի, սա մեր ամբողջ երկրի ինքնապահպանության եւ այս իրավիճակից դուրս գալու ապագայում սպասվող խոշոր մարտահրավերներին եւ սպառնալիքներից հետ քաշվելու եւ դրան շրջանցելու լուծում է։ Սա պատիվ ունեմի, այսպես 6 падգամավորների կապրիզը չի էլի կամ հանրապետական կուսակցությունը պարապա մնացել որոշել է sense մի բան նախաձեռնի, ոչ։ Այդպես էլ նշված էր, չէ՞, ճգնաժամի։ Այո, ճգնաժամի եւ իրավիճակից դուրս գալու անվստահություն հայտնելու միջոցով, իրավիճակից դուրս գալու ամբողջ խնդիրների մասին, որտեղ իրականում ճգնաժամ է։ 7 տարիներին գնալով ճգնաժամը խորացել է, ինչքան գնում են լուծումները պակասում են եւ սա ահազանգ է։ Սա ահազանգ է բոլոր քաղաքական ուժերին։ Նոր հին կիսատ պրատ քիչ շատ էական չի բոլորն էլ այդ մասին խոսում են մնում է միավորվեն հիմա ես շատ ուրախ եմ որ Հայաստան դաշինքը եւ ներկայացուցիչը որ մասնակցում է լսումներին պարոն Սաղաթելյանը եթե չեմ սխալվում ամբողջ դաշինքի անունից համաձայնվեց տեքստում տեղ գտած բոլոր դրույթների փաստարկների իրավիճակի նկարագրության հետ Եվ ըստ էության նորությունը եւ այսպես հաճելի անակնկալն այն էր, որ իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայաստան դաշինքը միանում է, այս անգամ արդեն միանում է, ոչ թե ստորագրությունները դրած են ինչ-որ միտեղ, այլ միանում է նույն ստորագրություններով հայտարարելով նաեւ, որ եթե տեխնիկական կամ զուտ փաստաթղթաիրավական տեսանկյունից անհրաժեշտ է, որ պատիվ ունեմի նախաձեռնած ձևաթղթի տակ պետք է դրվեն ստորագրություններ, ապա Հայաստան դաշինքի 28 падգամավորները պատրաստ են եւս մեկ անգամ այս ստորագրությունները դնել արդեն ձևաթղթի տակ։ Իսկ հիմա նախագիծը ներկայացնելու համար ինչքան զայն է պատրաստ։ Քանի որ այսօր լսումները մեկնարկի մասին էին, հիմա մեկնարկը տրված է եւ առաջիկա զարգացումները շատ կարեւոր են։ Ես հույս ունեմ, որ Հայաստան դաշինքը առաջիկայում հրապարակային իրենց խոսքում տարբեր падգամավորներ եւ ներկայացուցիչներ կհիմնավորեն եւ նաեւ կոչ կանեն մյուսներին արդեն ոչ թե պատիվ ունեմը կոչ անում բոլորին, այլ Հայաստան դաշինքի հետ միասին է այդ աշխատանքը առաջ գնալու եւ սա շատ կարեւոր եւ էական է եւ հաջորդ գլխավոր, այսպես ասած, թիրախը լավ իմաստով թիրախը, ում դուրն ենք ծեծելու հիմա արդեն միասին Հայաստան դաշինքի հետ միասին քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության դուրն է պետք ծեծել, որովհետև հիմա արդեն 20 падգամավորի հետ աշխատանք տանելու ժամանակն է։
Անհրաժեշտ է նաև ծեծել անկախ падգամավորների որևէ խմբակցությունում չներգրավված падգամավորների դռները թակել, հիմնավորել, գիտեք, երբ որ ես ասում եմ հիմնավորել, բացատրել, թե ինչքանով է անհրաժեշտ, մի քիչ ինձ թվում է, թե ես ինքս կեղծում եմ, որովհետև հաստատ այդ մարդիկ են։ Նիկոլն էլ է հաստատ, Նիկոլին էլ պետք չի հիմնավորել, որ իր հրաժարականը պետք է։ Բայց գրել էիք, չէ՞, դուք ԿՊ-ի համաժողովում, քանի կողքի ձայն չէր տվել Նիկոլ Փաշինյանին։ 80 մարդ է, իրանց պատվիրակները, որոնք հենց երթվյալ ԿՊ-ականներն են, հա, իրանց ծերուցքն է, ասենց ասեմ։ Շարքային կուսակցականները չեն, ծերուցքն է։ 79-ն էլ ընդհանրապես անվավեր է արել։ Անհասկանալի է ինչ կանտեղ անվավեր անելու է, թե համապետական ընտրություններում 1,200,000 մարդուց քվեարկումա ու 1%-ն էլ չի անվավեր լինում, ստեղ իրանց մոտ 9% անվավեր է եղել։ Դա նշանակում է այդ մարդիկ իրոք դրա տակ խուլ բան կա, ամբոստություն կա, խուլ process կա։ Կամ կեղծիք, որովհետև մրցակցությունը չէ։ Կամ կեղծիք են արել, որ ոմանք չանցնեն։ Ում է ուզում մտցնի, ում չի ուզում, հա, այնտեղ լուրջ պրոբլեմներ կան։ Ինչպես նախկինում, չէ, քիշում աղմուկ բարձրացավ։ Ոմանց քվեաթերթիկները երևի կեղծել են, որ բավարար ձայներ չհավաքեն, չանցնեն։ Օրինակ։ Իրանց գործն է, ինչ ուզում են թող անեն, դա իրանց ներքին խնդիրն է, բայց այդ ներքին խնդիրներից մենք հետևություններ անելու իրավունք ունենք եւ դրա մասին խոսելու։ Բայց անկախ ամեն ինչից, այսինքն նույնիսկ ԿՊ-ի падգամավորներին պետք չի հիմնավորել, թե ինչու է պետք կառավարություն համաստեղծությունը։ Իրանք էլ են շատ լավ հասկանում, որ իրանք գնալով ավելի ու ավելի ծանր ժառանգություն են ստիպված լինում այդ ծանր ժառանգությունը քաղաքականապես արդարացնել։ Ինչքան կարելի է դավաճանությունն արդարացնել, ինչքան կարելի է կորուստն արդարացնել, ինչքան կարելի է խաբել մարդկանց, ինչքան կարելի է մարդկանց աչքերին նայել ու դուրս տալ հիմարություններ, իրանք էլ լավ գիտեն, որ այդ հիմարությունները իրականության հետ կապ չունեն, վաղը լրիվ հակառակ բանն է տեղի ունենալու։ Հիմա էլ այդ նույն process-ի մեջ են։ Հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի հետ ստորագրված այդ թուղթը, որը ըստ էության ոչ մի բանի մասին թուղթ է, նույնիսկ Թրամփը այսօր չէր էլ հիշում արդեն մի ամիս էլ չի անցել, կամ մի ամիսից մի քիչ ավելի է անցել, բայց արդեն չեն էլ հիշում թե։ Գուցե չէր ուզում ասել, բայց գոնե դրանից առաջ 3 անգամ Ալբանիա է ասել, Ալբանիա, Կամբոջա, խոսքով խառը, բայց ինչի համար այս ազդանշանները մեր համար կարևոր, վատ իմաստով կարևոր, եթե լավ ազդանշաններ լինեն, մենք ուրախ կլինեինք, բայց այս էլի հերթական վատ ազդանշաններն են, որ Նիկոլի այս մի նախաձեռնությունն էլ է ձախողված արդեն։ Եվ հիմա էլ Ռուսաստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի այդ կուչ եկած եւ տենց խեղճացած կեցվածքը հիմա տեսնենք Նյու Յորքում ինչից է խոսելու, եթե խոսի, ինչն է լինելու շեշտը։ Ալիևի Նյու Յորքի ամբիոնից էլի Զանգեզուրի Միջանցք եւ Անխոչնդոտ ճանապարհ։ Խոսենք դրա մասին։ Ես ուզում եմ իմպիչմենտը հասկանալ։ Այս ամբողջը բերում է իմպիչմենտի գործընթացին լուրջ վերաբերելու անհրաժեշտության։ Այնպես չի, որ ասենք դե լավ, այս գործընթացը չհաջողվեց, հիմա ինչ է եղել, այնա ապրում ենք էլի։ Ապրել էլ կա, ապրել էլ հիմա հետո ինչ իրավիճակում ենք ապրելու մենք այ ժողովրդով հանդերձ մեր երկրում եւ ինչ կարգավիճակում։ Մենք տեսնում ենք, որ գնալով այդ կարգավիճակն ավելի սարսափելի է դառնում։ Մեզ անհրաժեշտ առնվազն կառավարության փոփոխությամբ ինչ որ մի ժամանակ ստոպ տալ process-ը ընտրություններից առաջ, ասենք 3 ամիս, 5 ամիս, 6 ամիս առաջ process-ը ստոպ տալ, աշխարհը կհասկանա այդ 6 ամսում Հայաստանին բանասող չի լինի, ոչ էլ պատերազմ կլինի, ոչ էլ որևէ մեկը կթողի այս տարածաշրջանում ինչ որ բան լինի։ Process-ը ստոպ տալիս այս կառավարության, այս կարճատև կառավարության իմաստը ոչ թե խաղաղություն, անվտանգություն այդ թեմաներն են, ներքին համերաշխություն, ընտրություններին նախապատրաստել հավասար մեկնարկային պայմաններով բոլորի համար։ Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ կռիվ եք տալիս ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ Ադրբեջանի, Թուրքիա, Արևմտյան որոշ երկրների դեմ, որովհետև Մեջլիսի падգամավորներից մեկն էր, չէ՞, հայտարարել, ընդ որում թե փոխնախագահներ Ադրբեջանի Միլի Մեջլիսի, որ ասել էր Փաշինյանի տապալումը, իշխանության տապալումը մեզ ձեռք չի տալիս, նա անելիք ունի, սահմանադրությունը պիտի փոխի եւ այլն եւ այլն։ Չէ, Մուրադով էր ինչ էր կարծեմ, հա, իրանց այնպես երևացող падգամավորներից մեկն էր խոսում դրա մասին։
Տեսեք, այո, ճիշտ եք նկատում, սա նաև ադրբեջանա-թուրքական օրակարգի դեմ է impeachment, այսինքն անվստահություն ենք հայտնում այդ օրակարգին։ Եթե ինչ-որ միտեղ Նիկոլը ստիպված է գնալ այդ օրակարգով, այլևս ստիպված է, եւ իրանք իրանց վախացրել են ցանկացած տեսակի շեղումներից, ընդդիմությունը ստիպված չի, ոչ մեկի առաջ պարտավորություն չունի։ Ընդհակառակ ընդդիմությունը ստիպված է չհանդուրժել, ստիպված է մերժել այդ օրակարգը։ Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության, կապիտուլյացիաներից դուրս գալու մեծ ցանկության եւ այլն։ Եվ դրա համար այս իրավիճակում impeachment-ի գործընթացը ինքը կարևոր քաղաքական process է, սա նորից եմ ասում, ինչ որ մի քաղաքական ուժի կապրիչ չի, որը կախված չէ Փաշինյանի որը կախված չի Փաշինյանի, տեսեք, impeachment-ի գործընթացը մտավ փուլի մեջ, Փաշինյանի անունը այլևս շատ քիչ են տալու։ Տալու են ԿՊ-ի падգամավորների անունները, քաղաքական հրապարակային խոսքի մեջ։ Այսինչ падգամավորը, այսպես կարծիքն ասեց այն մյուսը, որ լավ աշխատանք տարվի, կհամաձայնվի, այստեղ պետքա հանրային ճնշում իրականացնել, այստեղ պետքա որ հասարակությունն էլ ոտքի կանգնի, այստեղ, այսինքն ինքը գործընթաց է, որը որ մեխանիկորեն միավորելու է բոլորին, մեխանիկորեն ինքը տարանջատման գործընթաց չի հենց, ինքը միավորման գործընթաց է, որտեղ impeachment մենք միշտ ասել ենք, չէ՞, ոչ մի քաղաքական ուժ միայնակ ի վիճակի չէ հեռացնել։ Բոլորը միասին են հնարավոր հեռացնել։ Հեռացնելու ամենակարճ ճանապարհը, որը որ լեգիտիմ է, հասարակությանը չի ալեկոծում, իր մեջ ռիսկեր շատ մեծ չի պարունակում եւ քաղաքական գործընթացի շրջանակներում է պահում ամբողջ գործողությունները, դա ամստություն հայտնելու գործընթաց է։ Հիմա գնդակում դաշտում է, ինչու եմ սա հարցնում։ Ամստություն հայտնելու գործընթացից հետո էլ աշխարհը լեգիտիմ հայացքով է նայելու Հայաստանի կառավարության, ասելու հա դե մարդիկ համանդրական նորմ ունեն, այդ նորմով իշխանապողություն են արել։ Փողոցով եկած իշխանություն չի, կամ չգիտեմ փողոցային անկարգությունների կամ օրենքի շրջանակներում սահմանադրություն, կասկածի տակ եղած լեգիտիմության կամ ոստիկանության հետ ծեծու ջարդարած իշխանություն չի, էլի ոստիկանության հետ ծեծու ջարդարած կամ չգիտեմ իրավաչափությունը կամ օրինաչափ տարբեր այսպես ասած իրավական վեճեր առաջացրած խնդիր չի, ինքը պարզ սովորական շատ բան գործընթաց է եւ գործ ունես падգամավորի հետ։ Հենց այստեղ խնդիրն է, որ Նիկոլ Փաշինյանը գործընթացից դուրս է, ինքը ինչ կարող անի։ Ինքը կարա միայն ճնշի իր 71 падգամավորներին։ Դե դա ինքը լավ կարող անի, որովհետեւ պատկանել բայց որն է կարևոր մեր երկրի, մեր երեխեքի, մեր 3 միլիոն հայի փրկության գաղափարը, փրկության անհրաժեշտությունը, որը կշռքի Էսմինեժարինը, մեր երկրի թե ասենք 20 падգամավորի վրա կճնշի, թե չի ճնշի։ Իհարկե ճնշել, բայց քաղաքական մանդատը, քաղաքական պատասխանատվությունն է, չէ։ Դուք մանդատ եք ստացել, հարգելի ԿՊԱ-ական падգամավորներ, որ Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիան եք, որ իհարկե Մինսկի խմբի հետ կարգավիճակի հարց քննարկեք Արցախի, որ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնեք, որ զարգացնեք տարբեր տիպի հարաբերություններ տարբեր երկրների հետ, որ Հայաստանում ներքին անդուրժողականություն համերաշխություն անեք, ինչ եք անում, օրինականություն անեք, ինչ եք արել եք ամբողջ հակառակը, Արցախը չկա, ամբողջությամբ հասարակության մոտ ապացիկ եւ կոտրված հուսալքված միջավայրը մթնոլորտ է։ Մեր երկիրը առանց մեզ մեր երկրի հաշվին ճանապարհներ, տարածքներ տանում բերում, ում անունով ուզում դնում են, Թրամփի անունն են դնում, վաղ միսօրը կարա չգիտեմ ում անունը դնեն։ Ասել էին Ալիևի անունը պետք է լինի։ Այսինքն առանց մեզ մեր տան, մեր ընտանիքի, մեր պետության ճակատագիրը որոշում են։ Իսկ դուք ինչ եք անում, ազգային ժողովի ամբիոնը գրկած ինքնիշխանություն, սուվերենություն եւ տարածքային ամբողջականություն եք խոսում, նույնիսկ ծպտուն չհանելով, որը 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է։ Իսկ այդ առայժմ անհայտ ճակատագրով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը դա ուր են դրա երաշխիքները, որտեղ է դրա երաշխիքները, որ այնտեղ ռիսկեր չեն առաջանալու, չկան երաշխիքներ։ Պարոն Զաքարյան, մի կողմից այո, ես հասկանում եմ, որ ԿՊԱ-ականներից դժվար է լինելու մարդ, հա, այսպես ասած, տանել այս կողմ, որովհետև կոմպրոմատներ են
աշխատացվելու Փաշինյանի կողմից, մյուս կողմից իրանք էլ ունեն կոմպրոմատ Նիկոլ Փաշինյանի վրա։ Բայց այստեղ հիմա իմպիչմենտի մասով ում դաշտում է գնդակը, ինչու եմ սա հարցնում, հա, որովհետև մինչև նույնիսկ այս process, այս լսումները եւ պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչները, հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ասում էին, որ Հայաստան խմբակցությանը դիմելիս ասում էին, Ժորժ ջան, տվեք այդ մանդատը, մասնակցեք մեզ հետ, միացեք իմպիչմենտի process-ին, եթե հանկարծ չստացվի, պատասխանատվությունը ողջ կրում ենք մենք ենք, հա, հարվածը ստանալու։ Հիմա էլ եք ասում։ Հիմա առավել եւս ասում են։ Ինչու, որովհետեւ մենք համոզված ենք, որ այս գործընթացը ամենակարևորն է։ Մենք համոզված ենք, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Եթե նույնիսկ չհաջողի, մտքի մի անկյունում ունենանք, որ չի հաջողվել, հա, դա չի նշանակում, որ մենք սխալ ճանապարհի վրա ենք։ Մարդ ճիշտ ճանապարհում էլ կարա հաջողություն ունենա։ Հա, բայց սկսեն չարախնդալ, այ տեսա, ինչի վրա են չարախնդում։ Չէ, հիմա դուք ասում եք մենք միասին process ունենք, մենք իշխանության էինք ձգտում, ստացվեց մեր վրա չարախնդում են, ինչի վրա են չարախնդում։ Մեր երկրի օրհասական իրավիճակից դուրս բերելու համար ասում ենք եկեք ջանքերս դնենք, կպտենք բոլորս միասին։ Բայց իրենք ջանքեր դնելու են։ Թե ուղղակի ասելու են մենք տալիս ենք ստորագրությունը եւ վերջ։ Դա նվազագույն ջանքն է, բայց ես կարծում եմ, որ հույս ունենք, որ իր բոլորին անհրաժեշտ է։ Նորից եմ ասում, այս գործընթացը բոլորը ընդդիմությունից խոսում ես, ասում են Նիկոլը պետքա գնա։ Բնականաբար։ Չկա ընդդիմադիր մի ուժ, որ ասի չէ Նիկոլը պետք է մնա։ Այդ թվում նաև ծայրահեղ արևմտամետներն են։ Համակարգում խոսում եք միջին եւ ցածր մասնագիտական, հա, խմբերի հետ, առանձին ներկայացուցիչների հետ, իրենք ասում են, այս աղետը պիտի կանգնեցվի։ Ահա, ես համաձայն եմ, կա նման բան։ Հիմա մենք էլ ասում ենք, էսա ճանապարհը, Ժորժ ջան, օրինական, լեգիտիմ, առանց ոստիկանի հետ բախվելու, առանց չգիտեմ ինչ անելու, էսա ճանապարհը։ Աշխատենք այս ուղղությամբ, մեզ խորհրդան է նրա համար, որպեսզի կարողանա զսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմ ապահովի։ Ընդդիմությունը այս դրա համար է։ Եվ այս իրավիճակում, որ մարդկանց այդ 20 падգամավորին, 25-30 падգամավորի պետք է անընդհատ խոսել իրանց հետ։ Խոսել, որ եւ իրանք պետք է հասկանան, որ իրանք հանրային ուշադրության կենտրոնում են հենց մենակ այն բանի համար, որ համաձայն են կապիտուլյացիոն պարտվողական, քանդվողական քաղաքականության։ Իրանք համաձայն են թուրքական քաղաքականության հետ։ Իրանք հիմա քանի դեռ այդ գործընթացը առաջ չէր գնացել, իրանք անընդհատ փորձում են ստվերել, ճնշել այդ գործընթացը աղմուկի տակ, որ խաղաղություն, բան, այս կողմ են կողմ խաղաղության գործընթաց, ով մեր դեմը խաղաղության դեմը։ Ոչ։ Մենք խաղաղության դեմ չենք։ Մենք ձեր դեմ ենք, որովհետև ձեր ձեռքի թուղթը խաղաղության թուղթը չի։ Դուք խաբում եք։ Այդ թղթի վերևում, ամենավերևում գրած է խաղաղություն, բայց թղթի տեքստը եւ դրա հետևի չերևացող էջը, որը ցույց չեք տալիս, խաղաղության մասին չի։ Այդ թուղթը նոր կապիտուլյացիայի մասին է, որը բերելու է ել ավելի ծանր պարտավորություններ, ել ավելի ծանր պարտադրանքներ եւ մեկ էլ մի օր նայելու ենք, տեսնենք մենք այլևս ում դեմ է զինվում Ալիևը 5 միլիարդ 120 միլիոն դոլարի զենք է ձեռք բերելու, այսինքն պաշտպանական ծախսերը ավելացրել է, բյուջեն ավելացրել է։ Նիկոլ Փաշինյանը ասում է Ալիևը մեր դեմ չի զինվում, բա ում դեմ է զինվում։ Նայենք տեսնենք ովքեր են Ադրբեջանի հարևանները կամ հավանական հակառակորդները։ Կասպից ծով Ռուսաստանի դեմ չեմ կարծում որ զինվում։ Վրաստանի դեմ չեմ կարծում որ զինվում։ Իրանի դեմ գուցե, բայց դա Ադրբեջանի պատերազմը չի լինի, Ադրբեջանը ներքաշված կլինի։ Հետևաբար ես չգիտեմ կգնա Ադրբեջանը այդ ավանտյուրայի թե չի գնա։ Որտեւ միայն ցամաքային զորքեր Իրանի եթե մտնեն Ադրբեջան, Ադրբեջանից բան չի մնա։ Հայաստանի դեմ ինչի համար։ Անընդհատ չեն թաքցնում, ասում են։ Վերականգնենք ցամաքային կապը էքսկլավ Նախիջևանի հետ։ Վերականգնել բառն են օգտագործում։ Ինչպես։ Այդ թվում նաև իրանք չեն բացառում նաև ռազմական ճանապարհով։
Նիկոլը բացառում է, Նիկոլն ասում է Վաշինգտոն, օգոստոսի 8, արդեն խաղություն է, արդեն չեն կրակում, բանակը չի ապահովում։ Ահա, դա ով է ապահովում անվտանգությունը։ Ով է ապահովում, բանակը չի ապահովում, ով է ապահովում։ Չգիտեմ։ Դա պետք է իրան հարցնել, ով է ապահովում։ Այդ ԿՊ-ի պատգամավորները պետք է ասեն ով է ապահովում։ Զինվորական ծառայությունը կրճատում է 101 միլիարդ կրճատել է ռազմական կարիքներից, պաշտպանական կարիքներից։ Պարգևատրումներից չի կրճատել։ Չէ, ինչով է փոխարինում, այսինքն այդ 101 միլիարդ, ասի մոտավորապես 260 միլիոն դոլար հանում ես դու անվտանգությունից։ Ինչ ես տեղը դնում, ինչով ես լրացնում անվտանգություն, լավ փողի ծավալը էական չի։ Անվտանգությունից մի հատ քար հանեցիր։ Ինչ ես դնում դրա փոխարեն։ Տակը, օգոստոսի 8-ի թուղթը։ Չէ, ֆեստիվալներ անում, փառատոներ անում։ Այսինքն չկա, դա կեղծ է, դա բանը մուլյաժ է, ուզում ասեմ չկա ինչ որ բան, որովհետև ոչ գործարան է բացում, ոչ աշխատատեղ է բացում, ոչ նոր արտադրություն է բացում, ոչ մի բան, հա, այդ փառատոն, շոու, մոու, Եթե դրա փոխարեն օրինակ ասենք դրա փոխարեն հայ-ռուսական մի հատ ռազմաքաղաքական նոր համաձայնագիր լներ, կասեի հա, հայ-իրանական մի հատ ռազմաքաղաքական նոր համաձայնագիր լներ, կասեի հա։ Տեսա ֆրանսիական զենքի բանը աղմուկ էйֆորիան ոնց վերջացավ։ Դե վերջացավ, որտեղ միլիսներ էին բերել ու վերջ բրծավ։ Ու իհարկե էլի այնտեղ մի քիչ լուրջ բաներ կա, բայց միևնույնն է, դա ամբողջ պաշտպանական համակարգի խնդիրը դեռևս չի այս պայդրությամբ, այսինքն ինքը դեռ աշխատանք շատ կանելու։ Հա, մի կողմ թողնենք, որ Ուկրաինան չէր վերցրել, ստեղ ուղարկեցին որոշները։ Ես չեմ ուզում պաշտպանական խնդիրներից շատ բաց խոսել, որովհետև այնուամենայնիվ հույս ունեմ, որ զինվորականները հասկանում են եւ այդ ուղղությամբ ջանքեր են տանում։ Բայց քաղաքականության, պաշտպանական քաղաքականության մասին եմ ասում, որի պատասխանատուն կառավարությունն է, ոչ թե զինվորականները։ Կառավարությունը ինչ անում այսօր։ Ժողովրդին խաբում է եւ դա էլ է խաբեության ձևերից մեկը։ Հեսա ասում են ժամկետը ծառայության ժամկետը կրճատելու ենք, փողի իբրև հանում են, որ ժողովրդին ասեն, տեսեք, արդեն խաղաղությունը մենք այնքան վստահ ենք, որ ռազմական կարիքներն են կրճատում։ Դա քարոզչական բան է, որ դրա համար է դիմում մայրերին, որ ասեն, վայ, բրավո, որովհետև գիտի, որ ոչ մի մայր չի ուզի իր օրոք բանակ գնա իր տղան։ Ադրբեջանն էլ ասում, որովհետև նրանք ներից ասում են, որ բանակ պիտի չունենաս, դա էլ է կապիտուլյացիոն պահանջներից մեկը։ Դու ինքնապաշտպանական վնասդ պիտի կորի։ Մենք ոնց ասենք, տենց պետք է լինի։ Ալիև ասեց, ինչ ես անում այդքան զենքը։ Ահա, հետեւաբար մենք ասում ենք իմպիչմենտը նաև թուրք-ադրբեջանական օրակարգի դեմ է։ Սա միայն Նիկոլ Փաշինյանի դեմ չի, հենց կակրած Նիկոլ Փաշինյանի դեմ չի։ Սա Հայաստանի Հանրապետություն այս իրավիճակից դուրս բերելու համար է, սա ինչ որ մեկի դեմ չի։ Այո, սա հանուն մեր բոլոր քաղաքացիների, հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն համախմբման, հանուն միասնության, ի վերջո գաղափար է։ Անվստահություն հայտնել, ինչ նշանակում գաղափարի իմաստով անվստահություն հայտնել, որ այն ինչ որ անում ես, վստահելի չի։ Այն ինչ որ արել ես, ճիշտ չի, սխալ է, վատն է։ Եվ այն ինչ որ անում ես ապագայի համար վստահելի չի, որովհետև եթե ես հիմա քեզ չփոխարինեմ, դու շարունակելու ես դա անել եւ մենք ունենալու ենք նոր մարտահրավեր ու սպառնալիք, սա է իմպիչմենտի գաղափարը։ Պահանջել ենք հրաժարական տուր, չես տվել, ծեծելով ժողովրդին, ոստիկանների հետ բաներ մենամարտեր կազմակերպելով կռիվ ալմաղալ փողոցներում եւ այլն, բանտերը լցնելով քաղաքբանտարկյալներով, հասել ես, արել ես քո ուզածը, բայց դա քո ուզածն էլ չի, դա մենք գիտենք ում ուզածն է։ Դա ադրբեջանցիների ու թուրքերի ուզածն է։ Մենք չենք ուզում, որ այդպեսին լինի Հայաստանի ապագան։ Մենք այս ժողովուրդը, մեր ժողովուրդը 30-35 տարի անկախությունից սկսած չի պայքարել նրա համար, որ վերջնարդյունքում գա 4-րդ հանրապետության իրական Հայաստան, ասելով կորցնի իր աշկի առաջ, կորցնի իր սերունդների ամբողջ ապագան։ Կամ նրա համեմի թուրք-ադրբեջանական պահանջներով տնտեսական մշակութային էքսպանսիայով վաղն էլ Աստված գիտի թե էքսպանսիայի ինչ եղանակներ կան։ Աշխարհը հանգիստ չի, աշխարհը կայուն չի, կարճելու տեղեր չկան, որ վաղը միսօր ասենք, լավ, սրանք իրանց խոստումը չկատարեն կամ պայմանագիրը խախտեն, մենք Ռուսաստանից կամ ՆԱՏՕ-ից կամ Արևմուտքից մի տեղից կկարճենք եւ մեր բալանսը կպահենք անվտանգային։
Չկա, տեսնում ենք աշխարհը ոնց է անդադ փոխվում, մի օր մի հայտարարություն են անում, գերտերությունները մեկ այլ օր այլ հայտարարություն են անում, անդադ փոխվում է։ Ոնց կարելի է այս իրավիճակում վստահել ինչ որ մի բանի, ինչ որ մի թղթի, ինչ որ մի հատ ստորագրության ու ներսում էլ որևէ կերպ պատրաստ չլներ ցանկացած վատ զարգացումների։ Տեսեք ինչ էր ասել, հա, օրերս իր ելույթներից մեկում, որ անվտանգության ապահովման հարցում էական պատկերացումներ են փոխվել։ Նախորդող ժամանակաշրջանում մտածում էինք, թե արտաքին սպառնալիքները նվազեցնելու գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են եւ բանակը, բայց պատմությունը եկավ ապացուցելու, որ սա չաշխատեց։ Այսինքն իր ձախողումը, Իսրայելը մտել է Գազա։ Ֆրանսիան զինվում է, Գերմանիան զինվում է, Նիդերլանդները զինվում են, Լեհաստանը զինվում է, Չեխիան զինվում է, Ռուսաստանը 4 տարի է պատերազմի մեջ է ու ամբողջ տնտեսությունը դրել է ռազմարտությունաբերության վրա, Ադրբեջանը զինվում է, Թուրքիան Տրամպը Էրդողանին գովերքելու խոսք ասելու հետ մեկտեղ գովերքում է նաև, որ Էրդողանը կարողացել է շատ ուժեղ բանակ ստեղծի, շատ ուժեղ զենքերի արտադրություն ստեղծի, Իրանը զինվում է, արդեն Վաշինգտոնում ստորագրվեց Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև ատոմի միջուկային, այսինքն ու խաղաղ բնականաբար ձևակերպման, բայց միջուկային էներգետիկա եւ միջուկային կարողությունների զարգացման, հարստացման ծրագիր։ Իրանին հակակշիռ որպես։ Իրանը հոգեվոր առաջնորդը ասում է, որ անկախ ամեն ինչից մենք կորուստների գնով էլ միևնույն է այդ ծրագիրը պետք է տանենք, դա ազգային արժանապատվության խնդիր է։ Պակիստանը զինվում է, Հնդկաստանը զինվում է, Չինաստանը ուժացույց տալիս։ Այդ ում վրա է հույսը։ Այդ ում է խաբում։ Հա, բայց գիտեք ինչ է ասում։ Ասում պատմությունը ցույց տվեց, որ դա ճիշտ չէ։ Անվտանգության ապահովման հարցում մենք մոռացել էինք ամենակարևոր գործիքը՝ լեգիտիմությունը։ Այդ բանը մի դրոշի վրա գրելու է լեգիտիմություն, մի դրոշի վրա խաղաղություն ու գնա Քարոզ Արշավի ու ասի մեր անվտանգությունը ապահովելու ենք։ Լեգիտիմությունն է, պատկերացնում եք այդ դրոշի հետ ինչ կանեն, չէ՞, այդ երկրները։ Լեգիտիմությունը գիտեք, Նիկոլի լեգիտիմությունը նորից ասացիք, հիշեցի, բայց ջղայնանալով հիշեցի։ Ասում է գնում է Միացյալ Նահանգներում ստորագրում է միջուկային նոր մոդուլի ատոմակայանի մոդուլային, հա, սենց էներգետիկ բան, գնում է Ռուսաստանում բանակցում է դա բանանելու համար։ Չէ, ասում եմ շատ բան սովորեցի, շատ ուսուցողական բանի եմ մասնակցել, տեխնոլոգիաների փնտրման դեղ։ Գնում է Ռուսաստանում պայմանավորում անվտանգություն, գնում է Ֆրանսիայում լրիվ ուրիշ բանակ քննարկում։ Հա, բայց այդտեղ պետք է վտանգը տեսնել, ինքը այդ մոդուլային այդ փոքր կայանների հետ կապված այդ լոլոն, որ կարդում են արդեն քանի տարի շարունակ ու աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, հա, առաջ են մղում, ընդ որում եթե չինականն է ավելի որակյալ եւ փորձարկված, իրենք ինչ որ արևմտյան երկրների, հատկապես Միացյալ Նահանգների պրոյեկտ են ուզում առաջ մղեն, բայց որը երբեք չի փորձարկվել։ Սա մեր ատոմակայանի դեմ է, սա է խնդիրը։ Այո, սա է Թուրքիայի պահանջն է։ Հա, բայց ատոմակայան ունենալով մենք ինչ ենք լինում։ Միջուկային գրեթե երկիր ենք մենք։ Հիշում եմ 2016 թվականին, երբ որ պատգամավորը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ղազախստանը նշում էր, եթե չեմ սխալվում, Սեմիպալացենսկի 25-ամյակը փակելու եւ ատոմային էներգետիկայի խաղաղ ատոմի վերաբերյալ մեծ կոնֆերանս էր կազմակերպել։ Այնտեղ իմ ելույթից հետո Ադրբեջանի իմ գոլեգան Սամատ Սեյդովը վերկացավ եւ թիրախ վերցրեց Մեծամորի ատոմակայանը։ Եվ այդպիսի օրինակներ շատ են եղել։ Ես ընդհանրապես մեկը բերեցի եւ նաեւ հենց համապատասխան թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ։ Իսկ այլ տեղերում, որ ընդհանրապես ատոմային էներգետիկայի մասին խոսք չկա, միևնույն է, Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ անդադ Մեծամորի փակման խնդիրը դրել են։ Հիմա այսօր Նիկոլը արդեն մտածում է դրա մասին։ Մենք դա զարգացնում ենք, մենք դա անընդհատ բան էինք անում, երկարաձգում էինք եւ դրան կյանք էինք տալիս, որովհետեւ դրա տակ միայն էներգետիկան չի, դրա տակ նաեւ կա ռազմավարական կարևոր նշանակություն։ Իսկ իրանք մտածում են լրիվ ուրիշ ուղղության վրա։ Հիմա որպեսզի դա ինչից եկավ այսինքն այս զրույցը լեգիտիմության խնդիր, չէ՞։ Լեգիտիմությունը դու առանց քեզ որոշումներ են կայացնում։
ինչ լեգիտիմություն, ուր է քո լեգիտիմությունը։ Երկիրդ մեկ Ալբանիայի հետ են խառնում, մեկ Կամբոջայի հետ են խառնում, չեն հիշում թե ինչ են ստորագրել։ Չէ, վերջի եթե դու անվտանգության խորհրդի որևէ նիստի ես մասնակցում որպես պետություն, դա նրա շնորհիվ դու այդ սեղանին կաս, նրա շնորհիվ որ մենք ունենք ատոմակայան, որ մենք ատոմակայան ունեցող, ատոմային էներգիա ունեցող երկիր էինք։ Այո, Այսինքն ինքը դա էլ է, էլի ուզում մոդուլային կայանի մակարդակի, որ հետո փակի։ Վտանգը սրանում է։ Իսկ այդ պահանջը այո, Թուրքիան եւ Ադրբեջանն են ներկայացրել։ Դա մեր երկրի լրջության մասին է խոսում ատոմակայան ունենալը։ Լեգիտիմություն հասկացությունը իրանք ամբողջությամբ զրոացնում են վաղը, որ Հայաստանի որևէ կառավարություն, որևէ ղեկավար ուղղակի ոչ մի հնարավորություն չունենա այս ժողովրդի համար ինչ-որ մի բան անելու։ Ոչ մի հնարավորություն, կամ էլ պետք է գնա Բաքվից թույլատվություն վերցնի, ասի թույլ տալիս եք ստեղ մեր ճանապարհ սարքեմ, թույլ տալիս եք ատոմակայանի ռեակտորի ես ինչ բանը փոխեմ կամ թույլ տալիս եք գնամ 2 հատ բան մակարով առնեմ։ Աբսուրդ է։ Սրանց ճանապարհը դա է։ Սրանք ուզում են մեր ժողովրդի երջանկությունը սկսվի եւ ավարտվի պամիդոր վարունգ ուտելով։ Էս ասենք, մեր ժողովրդի զարգացման գագաթնակետը ոնց որ պատկերացնում են ադրբեջանցիները։ Հայ ժողովրդին ինքը այդպես է ներկայացնում, որ բան առևտրական լավ ապրեն, գնան ֆեստիվալ, ինչ որ երկիչի փող տան գա երկի, մյուսները ծապտան ուրախանան, գնան քնեն, հաջորդ օրը գնան ինչ որ բաներով զբաղվեն, իրիկունը պամիդոր վարունգ ուտեն, գնան քնեն, այն միսօրը նորից գնան ինչ որ բաներով զբաղվեն, ու սենց մոռանան, ինչ Արարատ, ինչ Արագած, ինչ Արցախ, ինչ քրիստոնեություն, ինչ եկեղեցի, ով եք դուք։ Տեսեք, ասում է անդադ ասել ենք թե մեզ պետք է ուժեղ բանակ, բայց հարց պետք է տանք, ինչ է նշանակում ուժեղ բանակ, իսկ ուժեղ ումից մի պայմանական հակառակորդից 2, 3, 4, եթե մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է ուժեղ բանակ ունենանք մի պայմանական հակառակորդից, ապա արձանագրենք, որ այդ հակառակորդը ունի եւս 2 հզոր դաշնակից։ Մենք ինչ ենք անելու։ Ասում է կամ որ ասել ենք ուժեղ բանակ նկատի ենք ունեցել դաշնակիցների հետ միասին, թե առանց նրանց։ Ըստ Նիկոլի, եթե մեր բանակը չի կարողանում աշխարհի բոլոր բանակների դեմ կռվի, ուրեմն մեզ բանակ պետք չի։ Հա, ասում է բանը, բանակ չունես, երբ անվտանգությանը թիվ 1 միջոցը բանն է, բանակն է։ Աբսուրդ է։ Այդ ինքը տենց արդարացնում է, գիտեք ինչը, որ Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի դեմ եւ Հայաստանի կամավորականների դեմ կռվում էին առնվազն 6 երկիր։ Իրանց ուղակի կամ անուղակի ներգրավված լինելով։ Եվ այդ 6 երկրի դեմ մեր բանակը առնվազն գոնե 44 օր կարողացել է գոնե առաջին 2 շաբաթը մարտական լուրջ դիմադրություն ցույց տվել։ Այսինքն ինքը դա էլ է զարմացած ոնց են կարողացել դա անել։ Սա որտեղից հասկանա, ոչ ծառայել է, բան, ապրիլյանին գնաց ինչ որ մի երկու հատ փոս փորեց, հետո բան նկարվեց եկավ, չէ՞։ Կարա ծառայեցել չլինի, հարցը ծառայել, ու ցանկալի է որ բան լինի, բայց կարա նույնիսկ ծառայեցել չլինի, բայց սեփական պետության ղեկավարը, որը հավակնում է դրան, որը ժողովրդին խափում է եւ քվե է գողանում եւ գալիս է իշխանության ու չի պատկերացնում ժողովրդին պաշտպանելու ձևը, այդ պետության ղեկավարը ինք իր գործողություններով արդեն հանցակից է իրավիճակի միակ պատասխանատուն է, որտեղ իր քաղաքական որոշումների արդյունքում է տենց կա։ Ես ու դուք չեք կայացրել այդ որոշումները։ Մենք էլ չենք լռել, որ գային ասեին, բա ուր եք, ինչ եք հիմա ասում։ Մեռանք խոսալով։ Պարոն Զաքարյան, իդեպ երեք անդրադառնալով որոշ հրապարակումների 44-օրյա պատերազմի հրադադարի առաջարկների մասին մեր լրագրողը նյութ էր պատրաստում ի պատասխան այս ԿՊ-ական իշխանության մանիպուլյացիաների եւ շատ հետաքրքիր էր, երբ որ նորից անդրադարձա Փաշինյանը քննիչ հանձնաժողովում ներկայացրել էր Պուտինի կողմից հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկին եւ ներկայացրել էր թե պայմանները որոնք էին, նշվում էր, որը ըստ էության ստացվում է, որ Ալիևն է, հա, այդ պահանջը դրել
որ բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ, լղիմը այդ պահին արդեն կորսված տարածքները մտնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին լղիմ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին, նշում է, եւ Ալիևն է հետաքրքիր նաեւ անդրադարձել դրան, իհարկե Փաշինյանը հաստատում է այդ քննիչ հանձնաժողովում, որ Ալիևի պահանջներից է եղել Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ եւ փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող, այսինքն ռուս խաղաղապահների մասին էր իհարկե նշվում, բայց հետաքրքիր է, փաստորեն հենց պատերազմի կեսից արդեն նույնիսկ այդ թեժ պահերին հստակ է եղել այս Զանգեզուրի միջանցքի պլանը, այսինքն այդ պատերազմը ինչի համար է Ադրբեջանին պետք եւ այդ բոլոր զիջումները Շուշին ինչի էր պետք ի վերջո այդ ամբողջը ինչի էր պետք հանուն էս Զանգեզուրի միջանցքի Շուշիքը վերցնելու ստացվում է այդպես է Շուշին պետք էր ամբողջ Ղարաբաղը վերցնելու համար եւ Շուշին տրվեց Ադրբեջանին եւ նաեւ բոլոր տիպի կոմունիկացիաների ու ամբողջ ռեգիոնալ վերահսկողություն իրականացնելու նպատակը ստացվում է Զանգեզուրի միջանցքն էր որպեսզի Ադրբեջանը ինչպես նշվում է Նախիջևանի հետ կապող ցամաքային կապ ունեն դա երկրորդ բանն է խնդիրն է հիմա փոխզիջումային տարբերակով Ադրբեջանը այդ հարցն է լուծում եւ այո 2019 թվականին ապրիլին փոխանցված փաստաթղթում Նիկոլին որ հետո խաբեց ժողովրդին ասեց թե ոչ մի նոր առաջարկ չկա այդ լուծումները այդպիսին էին ԵՀԿ Մինսկի խմբի առաջարկները ԵՀԿ խմբի 3 երկրների առաջարկները որը հիմա ասում են հրապարակեք եւ ինքը չի հրապարակում տեսեք Սերժ Սարգսյանը դուք ունեք տեսել Սերժ Սարգսյանը ինչի եւ հանրապետականը ինչի որոշեց որ Սերժ Սարգսյանն առաջադրի վարչապետի պաշտոնը 18 թվականին 18-ին որովհետեւ մենք մեր վրա էինք ուզում վերցնեինք Արցախյան հարցի լուծման լավագույն տարբերակով լուծման փոխզիջումային խաղաղ լուծման պատասխանատվությունը մեզ կքննադատեին մեզ կասեին չգիտեմ տարածք տվեցիք էսարեցիք բայց մենք տեսնում ենք որ աշխարհը գնում է այնպիսի ուղղությամբ որ հետո մենք կարող է դա էլ չունենանք ու լավագույն լուծումը այդ կլիներ Լաչինն ու Կելբաջարներ մեր վերահսկողության տակ կլինեին, այսինքն Արցախի իր 5 շրջաններով ամբողջությամբ ամբողջական կլիներ, միջազգային երաշխիքները կլինեին, կարգավիճակի հարցն էլ կլիներ Մինսկի խմբի օրակարգի մեջ։ Գումարած դրան նաև կոմունիկացիաների բացման անվան տակ այդ 5 շրջանները հետ վերադարձնելով կոմունիկացիաների բացման քաղաքականության շրջանակներում կբանակցվեր արդեն ճանապարհ եւ դրա երաշխիք ոչ թե Նիկոլին կպարտադրեին նոյեմբերի 9-ով կամ դրանից առաջ հոկտեմբերի 19-ով թուղթ, որը ենթադրում է ըստ էության այլ երկրի երրորդ երկրի վերահսկողություն։ Ինչ որ հիմա օգոստոսի 8-ով է արել, նես չի որ նոյեմբերի 9-ի ու օգոստոսի 8-ի մեջ մեծ տարբերություն կա։ Ոչ մի տարբերություն էլ չկա Ռուսաստանի Դաշնության փոխարեն Միացյալ Նահանգները։ Այսինքն Հայաստանը չի վերահսկելու։ Ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում, դատելով Ալիևի նաև ՄԱԿ-ի ելույթից։ Ոչ թե Ալիևին հավատալով, այլ դատելով Խոչընդոտ Ալիևը համարում է հայը, չէ՞ որ պիտի կանգնի։ Նրանից, որ թուրքական աշխարհը գոհ է։ Ուզբեկստան, Ղազախստան, Կիրգիզիա, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, բոլորը գոհ են դրանից։ Եվրոպան էլ ասում է դեռ ինձ ինչ, ձեր համար որ լավ է, իմ համար լավ է ու լավ։ Այսինքն, այս իրավիճակում Մա 2019 թվականին թուղթը Նիկոլին չի ապահում, բայց թե իր շահերից բխել վաղուց հրապարակած կլներ մեռանք բոլոր կողմերից խնդրելով ապահանջելով որ հրապարակի։ Որտեղ այդտեղ հստակ գրված էր լուծումը եւ այդ լուծման ինքը հանգիստ կարող էր գնալ այսօր մենք ունենայինք Արցախ, չէինք ունենա զոհեր, կունենայինք բանակ, կորցրած չէինք լինի 6-7 միլիարդ դոլարի զենք, զինամթերք Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր տարածքներ օկուպացված չէ լինի մենք կունենայինք
տարածաշրջանում մեր անվտանգությունը ինքնուրույն վերահսկելու եւ մեր պաշտպանունակությունը կազմակերպելու լիարժեք հնարավորություն տարածաշրջանում կլիներ երաշխավորված խաղաղապահ գործունեություն, երաշխավորված, ոչ թե այն ինչ որ նոյեմբերի 9-ից հետո եղավ, երաշխավորված։ Եվ բոլորովին ուրիշ, այսպես ասած, ռասկլադ կլիներ, ուժերի դասավորվածություն կլիներ, եւ մենք մեր գործոնը չենք կորցնի, այսօր չենք խոսա պետականության կորստից կամ 4-րդ հանրապետությունից կամ խաբեությունից կամ իրական Հայաստանից, որտեղ Արարատի մասին խոսալը վտանգավոր է։ Հասկանում եք, այսինքն սա ուր ենք հասել, որտեղից ուր ենք հասել։ Ինքը ասում է, ես չեմ հասկանում ինչ նշանակում ուժեղ բանակ։ Ուժեղ բանակը նշանակում է, որ 30 տարի Արաքսի հովիտից մինչև Մռավի բարձունքները պաշտպանել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությունը։ Ինչի աշխարհը չէր հասկանում, որ Հայաստանի քաղաքացիները այնտեղ Հայաստանի համար են ծառայում, ոչ թե Արցախի Հանրապետության համար են ծառայում։ Իդեպ երեք լսում էի մեր գործընկերները հետքը զրուցել էր պատերազմի հենց առաջին օրը Մարտակերտի դիրքերում 5-րդ պաշտպանական շրջանում եղած գնդապետ Արթուր Ավանեսյանի հետ, Կանդազի հետ խոսում էին պատերազմի մասին, Արցախի հայկական կողմի պարտությամբ արձանագրվեց, այսինքն եւ հանձնվեց Արցախը, հրահրվեց պատերազմը, հանձնվեց եւ ինչ էր ասում, հա, մասնագետը գնդապետ Ավանեսյանը ասում էր, որ մենք չէինք պարտվի։ Այսինքն ամբողջ խնդիրն այն է, որ հրամանատարները չեն իմացել ինչ անեն, մարդիկ են բերել, որոնք խանգարել են նույնիսկ զինվորին, ասում են մեր զինվորն էլ մեր հրամանատարներից շատերն էլ լավ պատրաստվածություն ունեին, մենք գիտեինք, մենք տեսնում էինք, որ շարժ է տեղի ունենում, պատմում էր, թե 16 թվականին ապրիլյանի ժամանակ կամ դրանից առաջ ինչ դիվերսիոն գործողություններ են արել ադրբեջանցիները եւ կանխարգելվել է այդ ամեն ինչը, հա, եւ նա հենց դա էր ասում էր, այնպեսի տպավորություն էր, ոնց որ Հայաստանից գալիս էին մարդիկ, որոնք խանգարում էին, խնդիրներ էին ստեղծում եւ հրամկազմի մարդկանց համար եւ զինվորի համար, ասում է, եւ այդպիսի տպավորություն էր եւ օդը միանգամից բացվեց, հա, հրետանին խնդիրներ ունեցավ եւ այլն։ Այսինքն նա ասում էր, որ պարտության պատճառը եղել է կառավարումը, պատերազմի կառավարումը եւ մեր զինվորը չի պարտվել, մեր զինվորականը չի պարտվել, այլ պարտվել է քաղաքական ղեկավարությունը, քաղաքականությունն է այստեղ, հա, հաղթող եղել, ոչ թե հա մեր բանակի, մեր զինվորի պատրաստվածությունը։ Կդժվարանամ ես ասել, թե ովքեր ում են խանգարել, նման փաստեր չունեմ, ու երբ որ հնարավոր լինի մոտենալ փաստերին կամ հասանելի դառնան փաստերը, իրականությունը, կարող եմ նաև ենթադրություններ անել, բայց փաստեր չունենալով ձեռքի տակ Չէ, մարդը նշեցի, հա, ինքը կոնկրետ մասնակցել է, ակտիվորեն մասնակցել է։ Ամենևին չեմ կասկածում գնդապետի տեսակետին, բայց այն որ այո կառավարման համակարգը հիմնական պատճառներից մեկն է եղել այդ քաոսի, դա միանշանակ է, դա տեսանելի էր։ Տեսանելի էր նույնիսկ դրսից, ել չեմ ասում իմ համար որ ասում էր մարդիկ էին գալիս, որոնք տեղյակ չէին կարող զինվորին ուղղություն ցույց տալ։ Այն որ քաղաքական իմաստով նախապատերազմյան շրջանում այս իշխանություն կոչվածներն արել են բազմաթիվ սխալներ, բազմաթիվ այնպիսի հայտարարություններ, որոնք Ադրբեջանին տվել են քարտ բլանշ պատերազմ սկսելու, դա ակնհայտ է։ Այն որ միջազգային հանրությունը այդպես լրջորեն չէր զբաղվում հրադադարը կանգնացնելուց, դա էլ ակնհայտ։ 3 խոշոր երկիր Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ հրադադարի հայտարարություն են արել։ Ռուսաստանը հոկտեմբերի 9-ից լույս 10-ի գիշերը 9 ժամ բանակցություններից հետո արտգործնախարարների, Ֆրանսիան հոկտեմբերի 17-ին, Միացյալ Նահանգները հոկտեմբերի 24-ից 25-ը։ Հա, բայց դրանց Ռուսաստանը մեկ անգամ չէ առաջարկ արել։ Չէ, այդ էլ պաշտոնական բան միջնորդի որպես։
բոլոր հրադադարները տևել են, ասենք 5-10 րոպե, այսինքն ինչ Ադրբեջանը այդքան տենց առյուծի սիրտ էր կերել ռուսների հրադադարը, տենց կամ ամերիկացիների առաջարկած կամ ֆրանսիացիների հրադադարը տենց կամարանքով վերաբերվի, ասի հա համաձայնենք, հետո խախտի։ Ինձ այդ զրույցում Արցախի պետնախարար եւ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, որը մասնակցել է նաեւ այդ թարգմանել է նաեւ բանագնացների, ամերիկյան բանագնացների, այլ միջազգային գործիչների շփումները նաև Արայք Հարությունյանի հետ, Արցախի նախագահ ասաց, որ Փաշինյանը միանձնյա է որոշել հրաժարվել հրադադարից։ Միանշանակ, ես դրանում չեմ էլ կասկածում, ես դրան համոզված եմ։ Հոկտեմբերի 19-ից էլ ինքը միանձնյա որոշ հրաժարվել Հոկտեմբերի 9-ի հրադադարը Արցախյան կողմը, այո, կողմ է եղել, Արցախը կողմ է եղել ղեկավարությունը։ Այո։ Եվ ինքը իր ականջին թե ռուսներն ուրիշ բան են ասել, ամերիկացիներն ուրիշ բան են ասել, օրինակ հոկտեմբերի 9-ին, հետո հոկտեմբերի 19-ին թե ում հետ է ինչա խորհրդակցել, ինչ արել։ Մի խոսքով Նիկոլը մեզ շատ բան ունի պատմելու։ Եվ ինչքան պատմի, այսինքն իր դեմ ցուցմունք տալու։ Մենք հիմա բաներ կա համոզված ենք, բաներ կա ենթադրում ենք, որ այդպես էլ եղել է, որովհետև փաստերն են բերել դրան, իրավիճակն է։ Վերջում դա եղել, ենթադրում ենք, որ այս սխալ գործողությունների արդյունքն է, որ բերել են։ Մենք էլ մեր փորձն ունենք, եղել ենք երկար տարիների իշխանության մեջ, այդ նույն մարդկանց հետ խոսել ենք, այդ նույն միջանցքներում, կուլիսներում հասկանում ենք տրամաբանությունը ոնց է աշխատում, շահերը ոնց են աշխատում, առևտուրը ոնց է գնում, օդից չենք, էլի դասագրքերից չենք կարդացել թազակուսակցությունների պես եկել ենք բան ենք անում, Վասյուկիներ ենք պատմում։ Մենք գիտենք իրական քաղաքականությունը ինչպես է եփվում։ Եվ մեր ենթադրություններն էլ, այն որտեղ որ ինֆորմացիան չի երիքում մեր ենթադրություններով են գնում, ժամանակը ցույց է տալիս, որ շատ ճիշտ ենթադրություններ են հաստատվում։ Հիմա մենք այո, չէինք պարտվի, եթե 18 թվականին չլիներ իշխանափոխություն Հայաստանում։ Հայաստանը չէր պարտվի։ Արցախի հարցն էլ կլուծվեր խաղաղ բանակցային եղանակով, այնպես որ մենք պահեինք մեր դիրքերը, պահեինք Արցախը, բնակչություն չկորցնեինք, տարածք չկորցնեինք, մշակութային արժեքներ չկորցնեինք, բանակ, զորք, զինուժ չկորցնեինք, մեր այսօրվա աշխարհից էլ, այսօր տեղ ունեցող աշխարհում էլ մեր ուժեղ դիրքերի հաշվի կարող ենք Հայաստանի համար շատ ու շատ լուրջ պոտենցիալ կուտակել, քաղաքական պոտենցիալ, ուժեղացնել Հայաստանը։ Պարոն Զաքարյան, ձեր կարծիքով ճիշտ է ԱԱՑ տնօրենի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գնալը Բաքու այս պայմաններում։ Չեմ կարող։ Ինչ խնդիր պիտի լուծեր։ Չեմ կարող ասել, ճիշտ է թե սխալ է, որովհետև ինֆորմացիան այնքան փակ է, որ թե հիմա ինչ իմաստն են խոսել կամ ինչ ձևաչափեր ովքեր էին, ինչքանով էր անհրաժեշտ գնալը, ֆորմալ էր, թե ինչ որ թեմատիկ բան կար, թե ինչ որ մի Դե ուզում են իմիտացիա անեն, որ տեսեք խաղաղություն է, գնում գալիս են։ Հայաստանում Հայաստանի պատմության ընթացքում եղել են տարբեր իրավիճակներ, որ հայկական պատվիրակություններ գնացել են Բաքու, այդ թվում նաև ես, որպես Եվրոնեստում հանձնաժողովի նախագահ գնացել եմ Բաքու, մեր խորհրդարանական պատվիրակության հետ միասին, գործընկեր պատգամավորների հետ միասին, մենք գիտեինք ինչի են գնում, եթե չգնայինք հակահայկական բանաձև էր անցնելու, գնացել ենք եւ տեղում տապալել ենք հակահայկական բանաձև։ Գերիներ գոնե բերեմ, չգիտեմ։ Եթե այդ բանաձևը չլիներ, մեր գնալը ֆորմալ էր ելնելու եւ մենք որոշելու ենք չգնալ։ Ու այդպես յուրաքանչյուր անգամ, երբ որ Հայաստանից պատվիրակություն կամ անձ գնացել է պաշտոնյա մասնակցելու, ինչ որ իմաստ եղել դրա։ Հիմա ես չեմ հասկանում ԱԱՑ-ի գնալու իմաստը որն է։ Եթե ինչ որ մի բանի շուրջ պետք է այնտեղ պայմանավորվել կամ երրորդ կողմերի հետ մասնակից կողմերը տեղել է պայմանավորություն, որ ոչինչ դուք եկեք մենք կօգնենք ձեզ, այս հարցը կլուծվի, հա։ Տեսեք, օրինակ ես հետևում եմ այդ օրերին գերիների հարազատները նույնիսկ հանդիպում էին խնդրում ԱԱՑ տնօրենից, որը վերադարձել էր Բաքվից, որպեսզի գոնե ինչ որ առողջական վիճակների մասին, հա, տեղեկություններ ունենան իրենց, հա, գերիներից, որտեղ ասում են 2 տարի չեն տեսնում։ Հույս ունեմ, որ գոնե գերիների թեմայով խոսել այնտեղ, հույս ունեմ։ Այլապես գնալու իմաստը մեծ հաշվով չի երևում։ Գոնե այս պահի դրությամբ Ալիևը հնարավոր է, չէ՞, 26-ի, եթե ընտրությունները լինեն, օրինակ, ասեք թե օգնեն մի քանի գերի տան։ Իրանց Նիկոլին պետք է օգնեն, թե չէ ի վերջո, Ալիևները։ Պետք է, չէ՞։
Դե հա, Էրդողանի կինը ինչ էր ասում։ 21 թվականին, երբ որ Հայաստանի գլխավոր շտաբը հայտարարություն արեց, միակ երկիրը, որը արձագանքեց, երևի հիշում եք, Թուրքիան էր։ 21 թվականի փետրվարի 25-ին, հա, կամ 26-ին հայտարարություն արեց գլխավոր շտաբը, մարտի 2-ի թե մարտի 1-ին Թուրքիան ասեց, գլխավոր շտաբը ասեց, որ դա ռազմական հեղաշրջում է, անում պետքա գանք օգնենք։ Թուրքիան այդքան մտահոգված է Հայաստանում։ Հա, չէ՞, հիշում Ադրբեջանից ասեցին, եթե պետք լինի, զորքով էլ կգան անին։ Դրա համար էլ Նիկոլը հայ ժողովրդի հետ վարվում այնպես, ինչպես Իրանը։ Հիմա ձեզ ասում են ընդդիմությանը չար ու նախանձեք, կռում եք ձեռք բերված խաղաղության վրա։ Չեք ուզում խաղաղություն։ Այդ խաղաղության սպառողը նաև մենք ենք, որպես հասարակ քաղաքացիներ։ Դեք, երբ որ իշխանափոխությունից հետո 2018 թվականի հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար Նիկոլի պես ասեց էլի բոլորը թվելով եկա։ Այդ ամիսներին մեզ բոլորն ասում են, տեսնում եք ինչ վատա, որ սահմանին չեն կրակում, տեսնում եք ինչ լավ բաներ հեղափոխությունը, ձեր ժամանակ սահմանին անդադ կրակում էր ադրբեջանցիները, հիմա տեսնում եք, որ շատ լավ է։ Հենց որ դեկտեմբերի 9-ի ընտրություններն եղավ, պրծավ Նիկոլս վերընտրվեց, սահմանին կրակոցները նորից ուժեղացել։ Այսինքն Ադրբեջանին քարտ բլանշ էր տվել, ասել է Նիկոլ արխային սահմանով արխային եղի, ժողովրդով զբաղվի, գնա վերընտրվի, որ հետո տեսնենք ինչ ենք անում։ Հիմա նույն իրավիճակն է։ Այսինքն Աստված մի ասե, եթե Փաշինյանը վերընտրվի, ընտրություններ լինեն ու վերընտրվի եւ փորձի Հայաստանի շահը պաշտպանել, ահա, ես չեմ կասկածում, որ նորից հաստատ լինելու են տարբեր տեսակի, այսպես ասած, լարումներ, իրավիճակի սրումներ։ Ինչպես դա կդրսևորվի դժվար է։ Ալիևը չի ճանաչել, չէ՞, Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Չէ։ Ոչ։ Ալիևը իր պահանջները դադարեցրել է, ոչ, տնային առաջադրանքները շարունակում է տալ։ Այսինքն Ալիևը իր նպատակներից հրաժարվելու է, ոչ, հա, ինքը խնդիրներ ունի։ Նիկոլը երկու անգամ է հայ ժողովրդին գնալու դիմի, մեկը ասելու է ինձ ընտրեք, որ խաղաղություն լինի, մյուսն ասելու է սահմանադրությունը փոխեք, որ խաղաղություն լինի, հետո ասելու է Ադրբեջանի փախստականները պետք է գան, որ խաղաղություն լինի, հետո ասելու է դե պետք է Ադրբեջանի բեռները եւ բեռնափոխադրումները անարգել անցնեն, որ խաղաղություն լինի, պետք է պրախադրել որ խաղաղություն լինի, որ խաղաղություն լինի, ու մեկ էլ տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը այլևս չկա, որ խաղաղություն լինի։ Այնպես ինչպես Արցախը չկա, որ խաղաղություն լինի։ Հանզակայան, ինչու մինչև հիմա չեն հրապարակում զոհվածների ցուցակները։ Ինչու 44 օրյա պատերազմի զոհվածների ցուցակները չեն հրապարակում։ Տեսեք, կռիվ են անում, ասում են, ինչու եք ասում 5000-ից ավելի, ինչու եք ասում այսքան մի քանի հազար վիրավորներ, հաշմանդամներ եւ այլն։ Լավ, հրապարակեք, ինչու չեք հրապարակում։ Հրապարակեք ցուցակները։ Չեմ կարող ասել։ Երևի թե շատ ավելին է լինելու, քան իրանց ասած թիվն է։ Ցավոք։ Ինչ որ այդ չհրապարակելն էլ դա առաջին հերթին նարգանք է զինվորի զինծառայողի հիշատակի նկատմամբ։ Բոլոր համաշխարհային պատերազմ, առաջի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոլոր երկրները դեռ շատ երկար տարիներ փորձում էին գտնել ինչ-որ մի պատմություններով, բանով, ուսումնասիրություններով, հետազոտություններով գտնել իրենց քաղաքացիների զոհվելու վայրը, անուն-ազգանուն, ինչ-որ մի տեղ դա ինչ-որ մի շիրիմի կամ ինչ-որ մի պատվոտախտակի վրա գրել այդ անունը, անմահացնել, հա։ Մենք նույնիսկ ցանկը, ցուցակը հրապարակելու համար քանի տարի է խնդրում ենք, որ սրանք հրապարակեն այդ ցուցակները։ Խոսքով շատ դժվար է ինձ խոսել այդ թեմայով, այդտեղ կա եւ բարոյական, եւ հոգեբանական, եւ քաղաքական շատ կարեւոր նշանակություն եւ իրանք չեն ուզում երևի մի հաստափոր ցուցակ հրապարակեն, որտեղ մեկտեղված կլինի իրանց մեղքը։ Նիկոլը կրկին հրավիրում է նախագահներին բանավեճի։
Դե պարզ է, որ որևէ մեկը իր հետ չի էլ բանավիճելու, հա, ասենք կներեք ստախոսի, ճղճղաներ բանի հետ որևէ մեկի հետ ինչ բանավիճեն, հա, բայց ուզում եմ հասկանալ եւ ըստ էության առաջին եւ երրորդ նախագահները ասում են քո հետ խոսելու բան չունենք, հրապարակիր ինչ է քեզ առաջարկվել, հա, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Հրապարակիր այդ փաստաթղթերը եւ ամեն ինչ պարզ լինի, նույնիսկ քեզ հետ որևէ բան խոսելը անիմաստ կլինի այլևս, հա, բանավեճի կարիք էլ չի լինի։ Բայց ինձ հետաքրքիր է, ձեր կարծիքով ինչ նպատակով է դա անում, հա, ինչ խնդիր է ուզում լուծի, որ հետո ասի, հա, տեսեք, վախեցան չեկան, պարզ չի, որ մարդիկ հասկանալու են, չէ, որ այդ ով պիտի իրանից վախենա, հա, ասենք գնա։ Ինքը ուզում է իրան դասի առաջին 3 նախագահների իրանշաձողը բարձրացնի հավասարների շարքում ու բանավեճի ընթացքում ինքը նաև իր պատկերացրած, հա, այսպես ասած, մանիպուլատիվ ձևով կփորձի բան անել, բնականաբար նաև տեղեկատվական քարոզչական բանը այդ սա կօգտագործեն ժողովրդի ուղեղը եւս մեկ անգամ լվանալու համար։ Ինքը ուզում է դա էլ ստանա, այդ բանն էլ ստանա, որ տեսեք հիմնական իմ, այսպես ասած, հակակշիռը, որ ունեմ ես քաղաքական դաշտում, այն անձիկ են, ովքեր որ ղեկավարել են Հայաստանը եւ ում ժամանակ որ գրանցվել են բազմաթիվ հաջողություններ, հիմա տեսեք, որ ես իրանց հետ կարող եմ բանավեճեմ եւ ապացուցեմ հակառակ իր արևին, իր խելքով։ Բայց абսուրդ է, այսինքն ոչ մեկ չի ուզում հետը բանավեճի։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը գնան նստեն, ասեն կապիտուլյացիա ստորագրած են, երկրորդ անգամ կապիտուլյացիայի պատրաստվող անձի առաջ ինչ մեկը լավ ասաց, ասես նույնիսկ հետը սուրճ չենք խմի, որ մնաց ասենք ինչ որ մեկը համաձայնվի գնա բանավեճի, հա։ Փաշինյանը որ ուսանող էր, Տեր-Պետրոսյանը Արցախյան բանակցային գործընթաց էր ձևավորում, հաղթանակներն էր քաղաքականապես ամրագրում, հայ ժողովուրդը լրիվ ուրիշ իրավիճակում էր։ Նիկոլ Փաշինյանը որ թերթի խմբագիր ու հասկանալի կամ թերթում լրագրություններ անում, Ռոբերտ Քոչյանը պետության տնտեսություն էր զարգացնում, երկրի Արցախի եւ Հայաստանի բանակցային եւ ընդհանուր արժեքային խնդիրներն էր միջազգային հարթակներում ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը թերթի խմբագիր էր, Սերժ Սարգսյանը եւ նաեւ падգամավոր հետագայում Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ անվտանգության նոր մակարդակի հիմքերն էր ձևավորում, նրա ամբողջ իրավաքաղաքական հիմքերը տալիս եւ Արցախի բանակցային գործընթացը հայելու պես հասկանալի էր աշխարհի բոլոր անկյուններում։ Եվ բոլորն աջակցում էին Մինսկի խմբին, իսկ Հայաստանի քաղաքականությունը ամբողջությամբ համադրել էր Մինսկի խմբի հետ։ ՍԵՊԱ-ում գրված էր ինքնորոշման իրավունքը, ԵԱՏՄ-ն որևէ կերպով չէր խոչընդոտում, Արցախն էր մասնակցում այդ գործընթացին ընդհուպ միջև։ ՆԱՏՕ-ում որևէ խոչընդոտ չունեինք, ՀԱՊԿ-ում որևէ խոչընդոտ չունեինք, երկկողմ հարաբերությունները որևէ խոչընդոտ չունեինք, Ցեղասպանության 100-ամյակին 4 պետության ղեկավարը Արարատի ֆոնի վրա պաշտոնական ելույթներ էին ունենում, էլ չհաշված 100-ից ավել երկրների պաշտոնական պատվիրակություններ։ Ինչն էր պակասել էս մեր ժողովրդի, որ Նիկոլն ուզում է գա այդ մի բանն էլ հարամի։ Դե ասում եմ, ինչի պետք է գնան բանավի, ասենք ինչի շուրջ բանավիճեն, էլ ինչի շուրջ բանա, ամբողջ երկիր կորցրելը, բրծելա, բայց թող ասեր 2018-ին հրավիրեր, ասեր հարգելի պարոնայք նախագահներ, ձեզ հրավիրում եմ եւ սուրճ խմելու եւ բանավիճելու եւ նաեւ հասկանալու ձեր փորձը, խորհուրդը, գիտելիքը ինձ փոխանցելու։ Պատերազմի ժամանակ նախագահները փորձել են խորհուրդ տալ, ճիշտ է, Արցախի հարցով, ասել էր իբզրոյական կետից եւ այլն, նույնիսկ այդ ամեն ինչից հետո որ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհուրդները ինձ համար հետաքրքիր չէին, ինչ-մեկ ասուլիս տվեց, ասեց ես ամեն ինչ գիտեի Ղարաբաղի մասին էր ուզում ասել, բայց ինձ անպետք խորհուրդներ էին, հա, ոչ մեկինը քեզ պետք չէր, բայց նույնիսկ պատերազմի ժամանակ, հա, նախագահները ըստ էության փորձեցին ինչ որ բանով օգտակար լինել եւ ոչ միայն նաեւ զինվորականները այո բոլորը մի կողմ դրեցին իրենց բոլոր տարաձայնությունները հանուն ընդհանուր շահի ինչ եղավ ցավոք
Շնորհակալ եմ, պարոն Զաքարյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ կրկին իմ զրուցակիցներ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ, Հայաստանի Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, կհանդիպենք հաջողություն։